Առավոտ բարի լույսը, վերկաց կանգնի նայենք շալվարը, տնանք սիրունա սազին, փորձում ենք Ալեքսիս երկրորդ շալվարը ընդեղ գնա, տեսեք ինչքան իրա հագով է, սենց ենք էսով էլ համադրել, բարի լույս չկա, բարի շուշացիերի պերիոդն հանցակրավի ես արդեն տավում, գնում ենք դեպրոց, կուրտկա չէ, հագնում ծիրտ գլի, հավեր հագնում, տես կատ, ուսըտ կցի պայեսա կտու, ուղցերի, ուղցեր ես, դպրոցում կտեցնես, ծուրտ չի, երկու շաբթին սկսենք Ալեքսին դպրոց ճանապարհելով ու եղանակը մռայլ է մի տեսակ տեսնենք ինչ ձևի օր կբացվի ոնց կլինի գնացին բարոնը ինձ է խելոք գնում ավոր մեր մոտ տեսնում եք դեռսկի ծառերը չեն ծաղկել ոչ մի ծառ ոչ մի Ալեքսին դպրոց ճանապարհելուց հետո անցնում եմ տան մաքրությունով որովհետև ասում եմ չէ այսօր շատ շուտ եմ արթնացել սիրելի հետևորդներ ջան ասա կասեմ թե ինչի շատ շուտ եմ արթնացել երևի հենց դրա համար էլ գլխացավ ունեմ այս փորձում ենք ուղղել անցնել առաջ սիրում եմ որ այսենց փայլի իմ հատակը գորգը ճիշտ է գորգը իդեալական մաքրած չեմ համարում որովհետև իդեալական մաքրում եմ խոզանակով հեղուկներով մի խոսքով այս պահին ուղղակի այսենց սիրուն թարմացրել եմ ու հասկանում եմ որ մենք տանտիրուհիները սիրում ենք այս չարչարենք մեր գործերը շատացնենք ժամանակ կար որի մեզ երկու հարկանի տունը պոլ ու պատալոկ պատ խալի էր պատալոկ սխալ ասեցի ես կամաց վերացրել եմ մնում է այս մեկն էլ ոնց են ասում չոփից էին տմբտմբում երբ որ Աստծո օրհնությունով ու օգնությունով այս սեղանը դեռ մնացել է լավ խոսքից չշեղվեմ երբ որ Աստծո օրհնությունով ու օգնությունով ռեմոնտ կոչվածը ստեղել անեմ
Մտադրություն ունեմ սրան էլ վերացնեմ, որովհետև կիսամաքրած ոչինչ չեմ սիրում, իդեալական մաքուր պահելու համար էլ զգում եմ, որ ոտքերս էլ չի ներում, ինձանից մեծ ջանք է պահանջվում, որ իմ ուզած ձևով իմ գորգը մնա, որ փոշու են հատիկը մեջը չլինի, այդ ձևով եմ ես սիրում, պահեմ տան գորգը, որ մարդ ես էլի պահի տակ, սենց ոտը ընգնի ինչ-որ մեկի ու չոսի, օրա, ես ինչ է, ինքը մաքուր ու փայլուն լնի, իհարկե ստեղ թացա դրա համար ապայլուն, ստեղ էլ արդեն ուրիշ ձևի մի խոսքով։ Սիրելիներ ջան, հիմա սեղանս սենց է մնացել, զարդարանքներն է մնացել, են էլ պարոն Աղաջանովին, եկեք շտատիվի վրա դնեմ էլի, են էլ պարոն Աղաջանովից խոստացել եմ, որ ասել եմ ամ ձեռ չտաս, մինչև չգամ, դե մաման էլ ոնց կարա ձեռ տա, եթե տղեն տենց ասելա, մի խոսքով, այս երկու ննջարանն ու հյուրասենյակս մաքրած համար եմ, ստեղ եկել հավաքեմ ու միանամ ձեզ, շատ սիրում եմ այն պահը, որ արդեն լվացած ու վերջացրած եմ լնում ու խիղճս հանգիստ ուզում եմ մի հատ կոֆե խմենք, եղանակ է այսօր ոնց որ թե մի քիչ ավելի լավն է, քան թե երեկ, ասում երեկ լավ էր, քան որ այսօր, մեկ պահի տակ կարա և տենց էլ լինի, սիրելիներ ջան, եկեք մի կոֆե խմենք ու իմ ժամանակը երևի թե հաշված է, որովհետև տեսնում եք չէ մազերիս վիճակը, մազերովս եմ ուզում զբաղվեմ, ուղղակի պատասխան զանգ եմ սպասում, զանգել եմ ոնց որ թե հերթագրվել իմ մշտական դասահարդարի մոտ, ուղղակի այս վերջերը դեր ներկել, ասենել չեմ գնում այդքան զուտ գումարի տնտեսում, որովհետև տանը տենում եք ինչեր ենք անում ու որ մի հատ էլ տենց գումար տանեմ դեպի դուս, մեկը երկու չի դառնա, էլի, սենց ասեմ, անցնեմ առաջ, հիմա ստեղ են ասում դավ հարևանը ոսկում բարեբար բանա, առավոտ շուտ հարևանս գործի գնալուց առաջ պայմանավորվել ենք, որ գարու մազերս ներկեր, ինքն է ինձ առաջարկել, ու ասում եթե ես իմանամ են էլ սև գույնի ներկը գունաբացում չի, ինչ-որ թե հատուկ երանք ստանալ չի, որ մտածեմ ես չեմ կարա անեմ, սովորական պաչկի ներկա ես կքսեմ ու քեզ չեմ թողա ոչում տեղ գնաս, սենց կես կատակ կես գործ, երեկ թե խոսում ենք բան, ասում եմ ճիշտ է ես նոտիապաշ չեմ, կարևորը մարդու ներսի հավատքն է, բայց թե զատկի տոնին մի տեսակ տենց բաներ չեն անում, չէ, Աստված մեր խաթեր, մեր մեղքերին թողություն տալու համար խաչվեց, անթափեց, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, սավերի ձինը դեռ չի հանվել, ամեն դեպքում, առավոտ բարելույս ախառը, մազերս ներկել եմ, ու ներկը երևի թե ուրիշ ներկեր առաջի անգամ եմ այդ ձևի ներկառել, հետ չգիտեմ էլ ինչի նման առնելու, բնավորություն էլ ունեմ, որ քանի նման մի անգամից երկուսն եմ առնեմ, մանավանդ եթե գինը դե հարմար առնեմ, ճիշտ է մի արանք եմ, որ առանց ամյակի ներկեր էր սիրված ինձ նվիրել, շատ լավ բան, շատ որակով, բայց ամեն րոպե գրպանիդ հասանելի չի լինում էլի, որ դու գնաս ու տենց բաներ առնես, որովհետև տանը գործեր կա,
քո կողքին երեխա ես պահում, մի խոսքով, եթե ես տենց խիստ իդեալական ձևով նարին դուրին, հա, սիրում ենք այդ բառերը մեկ-մեկ ասել, ինձանով զբաղվեմ, հա, Ալեքսիս ինչ անեմ, դրա համար այս անգամ սովորական բյութի ներկն եմ առել, որ ճիշտն ասեմ, այն որ ասմա թամամ հայլու մեջ ինձ չեմ էլ տեսել, իսկականից այդ տարբերակն է, այ, ես ինչ էր, մի դեպը, մի հատ հասկանանք, ինչա սրտիտս ինձ ուղարկել, այնքան եմ ուրախանում, որ իմ հետևողները զատիկը դեռ անցել է, բայց մարդիկ ինձ հիշում են, ուշադրություն են դարձնում, յոպե, սիրունս, ապրես, շատ ապրես, թե չէ հետո պահի տակ մոռանում եմ պատասխանեմ ու շատ մարդիկ անտեղի տեղը ինձանից մեղանում են, տեսեք առաջ էլ ներկասեի վայ նկարում եմ սիրում, չի ես չեն, չի ժողորդ, բայց որ հետո էլ չեմ պատասխանում, մոռանում եմ ու երեք, ենա հենց մի կին, ասման այդ ոնց անենք, որ իրար հետ չպվենք, զանգել էր Ալեքսս բերեց, մամ, զանգում են, այդ պահին ճիշտ է ձեռքերս կեղտոտ էր, բայց պատասխանեցի, ասմա Անահիտ, այդ ցավդ տանեմ, ոնց անենք, որ շփվենք, ասում եմ, ես ոչ մեկի հետ տարբերություն չեմ էլի դնամ, ուղղակի ու մոտ ոնց ստացվում է մի խոսքով, հետաքրքիր էր, բայց շփվեցինք, լավ մարդիկ շատ կան աշխարհում, ընդամենը իրանց գտնել ու այդ հարաբերությունը պահել է պետք, կարևորը շփումը չի, կարևորը շփման տևողությունը պահելու փայփայելն է, ինչև է, թռանք ես իմ թե ուր, վաղուց էր մազերս, սենց չէի կոլոլել, ընդամենը ֆենով չորացրել եմ, մեկ էլ միտքս գիտեք թե ինչ անգել, էսա ասեմ, թե էս ինչա իմ միտքը անգել, ու ինձ հանգիստ չի տալիս, հմի նայեք, սենց խուճուճիկները կան, չէ, մի արանք դիֆուզը կար ու կար, ասում եմ ինչ կլինի, որ պրոստը դիֆուզը մեկ-մեկ սենց կլորացնում է էլի քեզ, ու չգիտեմ, սիմի չորնի եմ ներկել, աչկերիս առաջը իմը չի, մի տեսակ ցավում է աչկերս գլուխս, չեմ էլ հասկանում ինչումն է խնդիրը, բայց, ոնց եմ սիրում ես իմ փոփուկ մազերը, շատ եմ սիրում եմ, որ կնոջ մազը միշտ խնամված լինի, ու սիրուն լինի, հմի ուզում եմ, ես տակի, նրվայնացնում է ինձ ես ավելորդ բաները, ես ինչա, սրան եմ ուզում պարտադիր կտրած լինեմ, հելը տեսնեմ, թե երբ, սպասում եմ Սամվելի զանգին, որ տենամ այսօր ենք կտրեմ, թե ծիծաղելով ասմա գիտես, որ մինչև հունիս գրանցած է, ասում եմ Սամվել, չի նշանակում, որ ես չեմ գալիս, պետքա տենց լինի, ասմա չէ, անջամ, ասում եմ դե վսյո, ենքան ծիծաղել էինք, ես սիրում եմ լավ մարդու աշխատանքը գնահատելը, ու մանգալը, ոնց ասեմ, էլ նորին չփնտրելը ճիշտ է, նորին էլ չէ, պետք է հնարավորություն տաս, որ հասկանաս, լավն է, թե ավելի լավն է, ես չեմ ուզում ոչ մեկին բատաբանեմ, չեմ սիրում, չի կարելի, Աստծու առաջ դա մեղք էլ կլինի մի տեսակ, դրա համար, աչքինես շատացավ, ես չգիտեմ ժողովուրդ ձեր մոտ էլ տենց, բայց ես կամաց
կանգնում եմ մի հատ խնդրի առաջ։ Շաբաթ կիրակի, երբ որ Ալեքսը մնում է տանը, երկուշաբթի օրը հնարի ու ճարի դուրս չի լինում, ես իրան ուղարկեմ դպրոց։ Մանավանդ որ գիտի արձակուրդին հաշված շաբաթներ չեմ մնացել, ասում է չի լինի, ես հիմիկվանից չգնամ ու նրվայնացնում է ինձ մի այլ կարգի հետ խոսքը, նենց էլ ես կան մեր սկզբի ճղայնանալու ապրես, նենց էլ այն կուրը դեսի չենք անում սովորելով, ախր բայց երեխան պիտի դպրոց գնա ու սիրով գնա այդպես այսօր մի քիչ էլ դրա վրա եմ ջղայնացել ու հետաքրքիրն էլ նայ մեջից մտավախություն կա, որ կարա չգնա էլի բայց չէ ինքը ազնիվ ա շատ ասում եմ արի իրար հետ գնանք չէ ասում ա դու չես հասկանում չէ ես մեծ տղա եմ ես մենակ եմ գնում ասում եմ դե գնա մենակ ու սենց մեջ սկասկած անգնում եկել գնում եմ հասնեմ ու իրա ժամին է րոպեն չի ուշացնում զանգում որ մամա ես հասել եմ ու այդ օրը կապ չունի մի անգամ կգնա բուֆետ երկու ոնց կստացվի չէ երբեք առանց ինձ ասելու չի գնում միշտ պարտադիր զանգում ա ու հարցնում ես իրան ասել եմ ինչքան անգամ ուզում ես գնա մենակ ոչ մեկից ոչ մի բան չուզես դա շատ վատ բան է չեմ սիրում ես տենց բաներ այդքան բան էս իմ առավոտվա թոհու բոհը որ սենց խառը մտքերով փորձեցի կիսվեմ ձեր հետ էս չեղավ տուն մաքրել ընդամենը փոշի վերցնել ասա ես մաքրություն չեմ համարում որովհետև մաքրություն ասվածը ինքը պետք է ուրիշ ձևի լավն լինի ու էսա որ վարպետները զգան այդ ավազը մի քիչ վեր կենամ փորձելու եմ կամած լվանամ գորգեր ունեմ լվանամ հասկանամ որը որտեղ եմ գցեմ ու այ դրանից հետո արդեն կլինի մաքրություն աթոռները պետքա բերեմ դուս հանեմ լավ չոտկով լվանամ թե չէ դա ինչ դա ստից մաքրություն է անգամ նա փոշա հանել այդտեղ մաքրություն ես չեմ տեսնում որ դուր պատուհանդ բաց չլինի այս պահին տանը տենց է այսօր օրը լավն է փառք Աստծո բայց տեսակ են չի էլի այս պատշգամբն էլ եմ ուզում լավ լվանամ, ավլեմ, բայց երևի հիմա չէ, որովհետև դեռ մտածելու բաներ ունեմ, որը ոնց անեմ, որ վերջնական թեստեն անեմ, մի խոսքով, սիրելիներ ջան, այդ տենց խառը բաներ, մեկ էլ մտածում եմ, ասում եմ, լվանալու փոխարեն տամ, որ լվանան, բայց թե չգիտեմ, դուրը կա, տեղը կա, լավից վատից պայմանը կա, ուզենամ ստեղ էլ կլվանամ, շլանգով ջրով որդուս բերեմ, կարամ ես բալկոնում էլ լվամ ավելի հեշտ ու մաքուր, երևի թե տենց կանեմ, մեր լոգասենյակից ջուրը կհանեմ, շլանգով, ուստե կլվամ, ավելի հեշտ, միշտ 20 տարի սովորել եմ ընդեղ անեմ, այ, աչքերիս դեմը մի քիչ բացվեց, երեկ գնացինք եկեղեցի, երեկ չուզեցա այլ վլոգից վերջաբան տամ, ոնց գնացինք, ինչ եղավ, ասի թող տենց էլ մնա, մի տեսակ չէի ուզում, անգամ հեռախոսին կպչեմ, լավ տեսակ, վիդեոս չմոնտաժեցի, տեղադրեցի,
Չէի ուզում, տարօրինակ ձևի հանգստություն էի ուզում, եկեղեցուց հետո այդ հանգստությունը վայելել էի ուզում ու երևի թե տենց էլ արեցի գնացինք եկեղեցի մոմ առանք ալյո բան չէ դու ասա հա արի լավ արի ստեղ ընկերուհիս է զանգում կոֆե խմենք ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում ասեք տեսնեմ ովքեր են այս ընդհանուր կոնֆետ սիրում Ես կոֆես տրել է Սա միրք էլ կտրեմ Տենց հա չէ, որ քու համար ես անում Ոչ բանի հավես չես անում Բայց որ տենում ես Արդեն մենակ չես Կոֆեն խմեմ Արդեն ուզում ես Մի քիչ նորմալ Այստեղ ուրեմն հələ տեսեք այն օրվա տոպրակները, ինչ հավես տոպրակներ է, քաղցր եմ պատրաստել, այսօր ձու են կրվելու Ալեքսանք, այս Ալեքսի պայոկը, այս էլ նենց ուղակի երեխեքը կուտեն, ստեղ էլ կուլիչ, գնանք վազենք դպրոց, բերի քաղցր տոպրակը, տվեցի Ալեքսիս, նա ինչ եմ անում, բան գործերս վերջացրել եմ, ուզում եմ գնամ մազերս կտրեմ, Բարսահարդարի հետ պայմանավորվել եմ, զանգեց կանչեց, տնից մենակ գիտեք ինչ չեմ արել, փոշիները չեմ սրբել, չգիտեմ դուք եք տենց թե չէ, ես այն որ ավնել որ դեպքում պիլիսոսել, հետո հատակը մաքրել ու մտածում եմ այդ գործերից էլ է էլի փոշի բարձանում, նոր ամենավերջում փոշին եմ մաքրում, մագնամ դեպի կենտրոն, համ կոմունալներս մուծեմ, կոմունալուն եմ մուծելու, հուսամ ես վերջի ամիսն եմ շատ մուծում, որ հոգնում ես այդքան, հողը տանընդհատ դուս տաս, բայց թե չտականաս չի իլնում, տականաս լիարժեք չես տականում, միևնույնն է շատ, գումար է շատ, բայց այդպես պատկերացրեք, որ ակնոց տնեի, կտնեի, աչկերս չկկոցեի, ամեն դեպքում գնամ սիրունանամ, մազերս թարմացնեմ ու գամ, չէ վետքանն անեմ, տղուկս եկած կտնի, բայց գերուս հետ կոֆե խմեցի, դուրս եկանք, դեմս երկուքին եմ, բարև Անայք ջան, բարև ձեզ,
Մեր ամեն առօրյան ձեր հետ անցնեմ, այս կողմ են կողմ, այնքան ծիծաղել ենք, ընկերիս ասում է, ասում է, մեկ ինձ թվում է հալավ, ոնց ինչ, բայց մարդիկ սիրում են այդ աղջիկը, մեկը մի քիչ միջին տարիք էր, մեկը այն Եվի 50 ու ավեր, այդ միջին տարիքի աղջիկը ասում է կոֆեի ժամը որ ուզնում ասում եմ լա սպասի Անահիտից միացնեմ ու իրար հետ կոֆե խմենք ասում եմ վայ ապրեք դուք որ այդքան հավեսով ոգևորում եք իրոք ապրեք դուք լավ ելնեք առողջ ելնեք մեկս մեկիս սիրող ու հարգող ելնեք այդքան բան մի գնամ մի հատ մուծում անեմ ու հետո նոր գնամ Վարսահարդարից մոտ դեռ ժամանակ ունեմ գնացինք երկինքը կապույտ օրը տաք այնքան եմ ուզում տաքություն բայց դրան զուգահեռ է հետաքրքիր ենք չէ շոկ առնում ասում ես ոյ շոկա ցուրտ առնում ասում ես ցուրտա որ պահկա չես այդ կողմնորոշվում էլի ինչ ես ուզում տակ կանցնենք զեբրայի վրով որ ճիշտ դրնի այդ տենց բաներ գնանք քայլենք դեպի պայծառ ապագա բարև ջան այսպես բաներ այս կրճատով շուշուտ գնամ մուծվելու հետո նենց կիչնամ կպտտվեմ դեպի Վարսահարդար կես ժամանակ ունեմ պիտի որ հասցնեմ կես ժամը շատ է ու քիչ չեմ սիրում էլի որ սենց վազելով շնչակտուր գնում ես ուր ես գնում տենք շուշուտ այնա մի 5-10 րոպե շուտ տուսարի ու պրծի այսպես բաներ հավեսով պահես այս ավակ դպրոցի մոտով այս պուրակը մի կան շատ էր հավանել սմա ինչ էր հավեսով տեղը ատենց սենց գնում ես ու մի անգամից թեքվում գործերը տանեմ ու լավ ես կմ մի խոսքով մի ձեռքով ստանում ես մյուս ձեռքով տալիս մուծեցի կոմունալներս հիմա այս ճանապարհով Իշտամ ներքև Քան շոկ ու լավ եղանակա որ ասում է հազիվ տաքացանք այդ տարբերակն այդ ասեք ու պրծեք կայանելու թայար տեղ չկա
ուզում եմ հիշեմ, երբ եմ գնացել, մեկ իր մոտ անցած տարի, Ոյ, մայթս փոխեմ, իջնեմ, հետո նորից բարձրանամ, տեսախցիկներ շրջեմ, ձեզ է ցույց տամ։ Այս իմ ամենասիրած փողոցն է։ Առաջներում մենակ միլիոն են ասել, Շահումյան, մի կիսել են, կեսը Սով Սարգսյանի անվան, են մյուսներ, ով միլիոն է ասում, ով Շահումյան, ինչև է, գնանք, բոծիներս ենքան շատ եմ սիրում, ենքան հարմար է իրա հետ քայլելը, իրան հագած քայլելը, այլ ասելու չի։ Դա-դա-դա-դամ, թեքվենք, իջնենք, ու նորից բարձրանանք, հա, այդ ենք անենք, սիրելիներ ջան, Բարևձեզ։ Հասանք, համարյա թե Էս էլ Թելմանի փողոցն է։ Այս է։ Այս է բաներ։ Ֆեներիցենը գալիս է, հասանք, ես սիրունացած, թարմացած, մազերիս ճուղավորումներից ազատված ու վազելով, ուզում եմ գնամ հասնեմ տուն, մորս մոտ չեմ մտնա, որովհետև Ալեքսիս գալու ժամն է 13:03 10 րոպե ունեմ ու գիտեմ, որ ասելու է ինչ ասելու է մամ դու տանն ես ասեմ հա ուղիղ մի գծով կտրել ենք ես հենց այդպես էլ ուզում էի ինչ շատ եք ասում անայդ ջան շերտեր կտրի, կառա կտրի
Այս արա, են արա, ապրեք, որ ասում եք, բայց, ես ուզում եմ ուղիղ շերտով, որովհետև դեմը ամառա ու ես կապելու եմ, իսկ շերտերի դեպքում արդեն դժվարանում եմ, սիրելիներ ջան, եղանակը հենց փոխվեց, սև ամպերը հավաքվում են, հələ գրիվ սև ամպերը, այս արագի մեջ 10 րոպեն պիտի որ հասած լինեմ դեպի տուն, մքան սիրում էր մազերս մի դպրի վրա ուղիղ, հենց էլ ուզում է մի խոսքով գնամ, պատերազմական ենք սոր, էլի կռիվ ենք արել, հա? Այ քեզ բան, այ քեզ Ալեքս։ Չեմ կարող անցնել փողոցի իրա հախ եկամ։ Գործ չունես դու իրա հետ, ես քեզ ասել եմ։ Ես իրա հետ ոչ չունեմ։ Ես քեզ ասել եմ, քեզ ով նեղացնի, հենց տուր, որ Ես իրան ասյաս, պապ, մի հատ ես ինձ նեղացրել, այդ տխմար, պապա ես կպանչեմ կկա քեզ նենց կսատկացնի ու վերջ։ Բա։ Ասի նենց չանես իմ մամային զանգեմ կա քո հետ խոսա։ Ինչ բանա ծնողի սիրտը, չէ, արագ գալիս է։ Շիշ եմ գցում Ու Ալեքսը զանգում է, մամ կամ տուն 10-երս պրծել եմ, ասում եմ արի։ Մեկը տեսա 10-15 րոպե սպասում եմ, Ալեքս չկա։ Զանգում եմ, չի վերունում։ Մամը չտես, որ ես չի վերունում, քերի զանգում։ Գնամ տենամ հաշիվների մեջ է մարդը, էտ ու վերջ։ Շիշ եմ գցում իրան։ Դու չանես տենց բաներ չանես։ Ես երեխա չեմ, որ տենց բաներ։ Երեխա ես, բայց անդաստիրակ երեխա ես չեմ ուզում ելնես։ Չէ, ես տենց շիշ չեմ գցի, կարող անցնեմ փողոց հարցրեմ։ Ոյ, վայ ես ոնք ջղայնացա։ Այս ոնք ջղայնացա։ Ես էլ եկել եմ, ասում եմ կարող է էլ երեխա է։ Մտել է հարևանիս տուն, գնացել եմ ասում եմ Ալեքսը ստեղ չի։ Այդ տատիկն ասում է չէ։ Այ քեզ բան զանգում եմ։ Չի վերջեմ իրան։ Հա։ Հասկանում որ չէ, ստե մի բան այն չի։ Գնամ տենամ փողոցում լավ տղա են խաղում։ Հայրան ինձ գրիվ են անում։ Ես քեզ ասել եմ, քեզ ով փորձի խփի, առաջինը դու խփի։ Ասի գիտես, ես իրան գիտես ինչ ասում։ Այ տենց է պետք անել։ Սպասի պատմեմ դուրսի։ Ադա, դեմը ես իրան ասի, ասի հրայ տխմար։ Մի հատ մյուս անգամ վրես գորացել ես, ես չգիտեմ քեզ ինչ անեմ, ասի մյուս անգամ եթե վրես գորացել ես, նշանես, որ իմ մամային զանգեմ։ Այ Ալեքս։ Հա։ Ալեքս։ Հա, մամա, Ասում որ օրը ինձ գնացած, զանգերեի։ խաթեն մնացած։ Սկականից էտա։ Ես ոնց վախեցա։ Մի վախեցի։ Ինքը մենակ նրանք էլ 2-3 հոգով։ Դրա համար քեզ ասել եմ, դու այդ ձևինից առաջինը հեռու մնա։ Ես իրանից հայրուկ կմնեմ։ Հետո որ տենում ես ուզում են քեզ խփեն, դու նենց խփի, որ փոշմանեն։ Կխփեմ են։ Ես քեզ թողում եմ։ Այսքան տարի սխալ եմ ես քեզ դաստիարակ է փաստորեն։ Սխալ ինչ ես ես դաստիարակ է։ Ես ինչ բաներ, վայ մամա ջան։ Մի վախեցի, կանտակեց, ես համ զանգեցի։ Ով ես ինչ բաներ։ Որ մամես ինչ վախեցի։ Լեղաճակ եղա, ոչ թե վախեցա։ Չէ, չեմ հավաքել, հանգստացի։ Հա։ Մի վախեցի, ես չեմ տալի։ Ես ժամ բան էի անում, զանգեցի ինձ, մեկը մի հատ տղա կար, ինձ վիրավորում էր։ Ես չէի անցնի փողոց։ Մատս որ Դու ոչ մի հատ վատ խոսքեր չասես, իրանք որ քեզ վատ բաներ ասեն, դու չասես։
Ասա մոտ ցես։ Ես իրան ասի, ասի ամոթ ես։ Ու վсё։ Բայց չթող ասել ոչ մեկ քեզ խփի։ Ես քեզ թողում եմ նենց խփի, որ 7 կռուկ պտտվեն։ Բա որ իրա բանը կա։ Ով ուզում է գա։ Դու որ նստած էիր, ինձ զանգում էիր։ Չէի լսեմ միամին։ Մեղից ճոքեց, ասի ես ինչ եղավ։ Ոյ մամա, այն մեծ վախեցա չէի ճոքնա։ Լավ տղա են, խաղում մարդիկ։ Մամա, կուչ կառնամ, խմբերանամ, ունգնամ Ալեքսի հետևից։ Էլ չգիտի որ Նարեկի սուղախ սպաքսությունն է։ Այ, ջղայնությունից հլա ոնց եմ կարմրել։ Լավ էր, դասարանի ծնողա տեսել, չի էր կարողացել սաստի։ Չի կարողացել սաստի։ Այդ թե ինչ պատերազմ են անում, այս մի մատ երեխեքը։ Հələ նայեք, ինձ սիրանը։ Քերես ասել։ Չէ, ցավդ տանեմ, իրար հետ, ես քեզ ոնց խոստացա։ Ոյ մամեն էլ։ Մազերս են, վախեցա, ասի։ են ավելորդը կտրել եմ։ Ոյ։ Իրոք վախեցել եմ։ Իրոք ես էլ եմ վախեցել։ Դու մի վախենա, դու ոչ մեկի մոտ չխղճանաս։ Չէ, ես Ու աշխատի կռիվներից հեռու մնաս։ Ես առաջինը քեզ էդ եմ խնդրում, դու հեռու մնա կռիվներից։ Ոյ մամա, բայց մի վախեցի, չէի լսել որ դու ինձ զանգել էիր։ Ախր ուին ավտես անջատ բանա ես քեզ նոր կասեմ, հա։ Անջատ եմ պատմել։ Մի պատմեմ դու լսի։ Ասա։ Վախեցար։ 5 հոգով էի։ 5 հոգով ինձ նեղացնում եմ։ Վայ մամա։ Ինձ նեղացնում էին ասի լսի։ Ահա։ Գնա փոխվի Ալեքս։ Համվի, տղա ջան, կոշիկներդ, մոշիկներդ։ Չգիտեմ։ Ալեքս ջան, всё էլի։ Գնա, հա։ Արդեն մի ժամ ու ավել է անցել։ Մեր կրքերը չեն հանդարտվում։ Փակի դուռը։ Ոնց տեսնում եք։ Ինքը նոր է տականում, որ փաստորեն լավ է խառնվել է այս պարոնը, դե ինքը մենակ։ Նրանք է լավ տղեկով սենց հաստացվում։ Հետաքրքիրը նա է, որ այս ուկահեռի ծնող էլ կար ու Ալեքսը ինչ ասում է, ծնողն էլ էր ասում, ծնողներ ջան, ուշադիր եղեք ձեր երեխեքին, բարքին, մոտեցմանը, ես կարամ և չբարձրաձայնեմ, բայց ոչ, բարձրաձայնելու եմ, որ լինենք ուշադիր ու զգոն ամենքս մեր երեխու հանդեպ, ես տարիների վեր Ալեքսին սովորացրել եմ, որ չխփես, մեղկա, ծանր աձեռդ, այս կողմ են կողմ սենց բաներ, հիմի էլ որ ասում եմ խփի, ոնց որ ես ինձ հակասում եմ, բայց իրավիճակն է, տենց լնեմ, ու թելադրում, եկեք կապեմ էլի, կապեմ թե չէ, Էսենց, ուզում եմ հիմի նայեմ, այ, ինչ լավն է, մի խոսքով էլ չեմ ուզում տհաճ թեմայից խոսամ, ասմա մեդալն ունի երկու կողմ, նենց չի, որ Ալեքսս են շատ ճիշտ է դիմացինը միշտ սխալ, բայց ես իմ երեխին իմանալով գիտեմ էլի, որ ոչ ծառ կկոտրի, ոչ շիշ կգցի ավտոյի տակ, նրանք գցել են իմ տղեն ասելա, չի կարելի էլի մեկանի, իրանք էլ լավ ու վատ են խաղարել, փաստորեն, որ դու ոնց կարաս ասես չանես տենց բան, ու ինչ բանա ծնողի սիրտը, որ ոնց որ մեկն ինձ ասեր վեր կաց գնամ, տեսես խի չի տուն գալիս գնամ, տենամ թեմաների մեջը, այ Ալեքս, ու մինքան խառն է, որ
Այ թե ինչա կատարվում հայոց աշխարհում։ Այ այդքան մի բան։ Եղանակը աստիճանաբար փոխվում է ու անձրևային է ուտերը ոչքիս այսօր անձրևելատ է տված մի խոսքով մի տեսակ թափսնենց կոտրեց նեղվեցի ու ջղայնացա շատ ախր դպրոց գնում ենք ամենքս մեր համար կրթվելու սովորելու ժամանակ անցկացնելու մեկը մյուսից մի լավ բան սովորելու ոչ թե գնում ենք չգիտես ինչերի այդքան բան ու երևի թե ամեն տեղ էլ է տա բայց թե ես չեմ պատրաստվում չբարձրաձայնել որովհետև դժվար է չբարձրաձայնելն է հետո արդեն գիտեք պահ կա որ ծնող ես էլի մտածում ես ասում ես տղա երեխա ունես ինքնասիրությանը չկպնի հանկարծ իրա փոխարեն դու չխոսաս բայց իմ դուրը նենց եկա Ալեքսը ինձ պատմում ասում ես իրանց ասի չի կարելի էլի մեկ անի իրանք էլ բա դու չտեսասի մի խոսքով սենց բաներ կատար են եղել վերջում որ տեսելա տեղան եղա Այ Ալեքս ասելա ես ճիշտ է պապասս տեղ չի բայց ես կասեմ ու իմ պապան կգա տեսեք ձեզ ինչ կանի ու ստեղ մերը ոնց կասի չէ վայ քորացա ես այ քեզ Ալեքս այն որ են նեղ պահին խոսքի տղեն միշտ էլ հորն ա ձգտում էլի բայց թե բայցերը շատ են եւ անքննարկելի ամենաահավորը մենակ դա է այս մի սուրճը ջղայնությունից խմեցի բայց հետո գիտակցում եմ որ պետք չի գոնե ընկեսը էլ չխմեմ ու Ալեքսն էլ չի կարող հանգստանա որովհետև իմաստը որն է էլի փողոց վազեն անցնեն իրան էլ ասեն արի ես իրան ասել եմ դու փողոց չանցնես ու էտա ինքը փառքաստու Տեր Աստված ջան լսում այնց չի անցել հետո սկսել են իրանց գործողությունները իմ տղեն էլ ասելա չի կարելի էլի ես որ փողոցում ջարդաճիշեր եմ տենում ասում եմ Ալեքս տես չի կարելի այ որ գցես փողոց մեքենայակը կպատրվի խոսքի տես պապան ավտո ունի քերին ունի բա որ գնա ու հանկարծ ծակվի վերջ էլի տենց բաներ են բացատրում ինքն էլ ասում է ինչ ցանել ես են էլ հնձելու վախտնա ինքն էլ երեխեքին ա տենց ասել չի կարելի բան ախ պես բա դու ով ես ով տենց բաներ մի կողմից ուրախանում եմ բա էդ էլ առնելու մեր մեծերը կասեն բա հո երեխեն միշտ մոր փեշից հա կպած չի լինելու արդեն իրա դե այդ շրջանն ա գալիս բայց թե չգիտեմ ինքն էս աշխարհի համար շատ ա էլի պարզ ու անմեղ ինչքան ուզում եմ չարացնեմ ու մի քիչ ձեռով սարքեմ ասում մամ ջան բա մեղքը չեն բա դու ինձ չես ասել չխփես դե մամա հակասի ինքդ քեզ ինչ հաստատվում որ սխալ ես դաստիարակել աստորեն այն սկզբից պետքա ծեծող ջարդող որովհետև դարը քանի գնում դրանցն ա դառնում ոնց հասկանում ու գիտակցում ենք այդքան բան ձևի ձեռն է ոնց որ սենց կոտրվեց բայց միևնույնն ա չեմ հանձնվում Այսա մի քիչ նստեմ մտքերս քամում տամ հետո գնամ հագուստս փոխեմ երեք մաման կանաչի էր բերել
մաքրել եմ, կամաց պատրաստեմ, որ կանաչիկը տապակենք, համով առողջ արար, համել մաման կգա, ուտի, Ալեքսի հետ, մի խոսքով միասին էլի, այ, նեղվեցի ու ջղայնացամ, հուսամ անցողի կա, ու ասենք ենքան ես ինձ լավ զգացի, որ զուգահեռի ծնող կար, ինքը տեսել, ինքն էլ է էլի ջղայնացել, որ մեկ անի տենց, չէ, միևնույնն է, իրանք ինչ կուզեն, են էլ կարան անեն, որովհետև կարելին ու չի կարելին, եթե մարդը չի տարբերում, խոսքերն ավելորդ են, այդ դեպքը, ուղղակի գոնե պետք է հասկացնել, որ տղա ջան, դու իմ տղու հետ գործ չունես, ինչը որ իմ մոտ ստացվեց, հլավոր, թե վաղը ինչ շարունակություն կունենա, ինձ թվում է չի ունենա, այդքան բան, սիրելիներ ջան, պետք է ես խառնվեցի, մեր մոտ արդեն, ոյ, հլա խոսես, երեկոյան կողմերն ուրեմն են պայծառու սիրուն օրվանից ոչինչ չի մնացել, եղանակը փոխվել է, մռթնել, ասմանորից անձրև մշուշամփ, այդ ձևի եղանակ եղավ, աստիճանաբար հավաքեցի սեղանը, բայց Ալեքսն ասում է մամ, կդնի սորել մնա, դե ինչ ասեմ, իմ համար որ տարբերություն չկա, երեխա է, եթե իր համար կա այդ տարբերությունը, ինձ սիրուն է, չէ, սիրեցի, ես իմ ես սպասի շատ, սախտունս վերև, ներքև, խառնած, ավիրած, ով նեղվում եմ, երբենք պրսնելու ես ռեմոնտ կոչվածից, արդեն մինչև կոկորդս կուշտ եմ, շատ հոգնեցի մի տեսակ, ապալա, էսա ցույց տամ, թե էս ինչ եղանականը, բայց մի հատ դուրը փակելուց հետո, հլա, սելավ եկավ, մի այլ կարգ, բայց օդն այնց լավն է, մոքուր, լովը, ճիշտ է քամոտել է եղանակը, բայց թե դե տարվա այդ ժամանակաշրջանն է, եթե անկեղծ, մազերս մի քիչ կարճացա, բայց դե ոչինչ, փողը տեղ բնա, սրանց տուն եմ տանում, ու ընթրիք եմ սարքա, գիտեք ինչ եմ սարքելու, այ կանաչու հոտը տուն անգել, հլա ասեք տեսնա, այս կանաչուն ովքեր են ծանոթ, ինքը տարբեր տարածաշրջաններում տարբեր անուն ունի, մենք իրան խլշտրուկ ենք ասում, ինքը մատղաշ, փափուկ, լավ կանաչի է, մաքրել եմ ես իմ քանի ջուր լվացել, սիրելիներ ջան,
Հիմա էր որ եփվի ու ձվով տապակեմ։ Այդ ինչ եմ այս կանաչին էր, որ մաման իրի կունը բերեց, թե բա մաքրի։ Իմ գլխացավը երևի թե եղանոքի տատանման հետ է, ուրիշ ոչ մի բան է։ Հեռախոսս անջատվել է ու ես իմ համար խոսում եմ, չեմ էլ հիշում որտեղից ինչ եմ խոսացել, հեռախոսս սկսել է բառախլի տանել է կոպիտ ասած, հեռախոսս վերջնականապես երես է առել ու լկստվել, քանի նկարում եմ, ինքը այնքան չի ուզում ենթարկվի ինձ, մի խոսքով ամեն ինչն էլ իր սկիզբն էլ ունի, ավարտն էլ չէ, այս խեղճին անընդ մեջ օրվա մեջ 80%-ով օգտագործում եմ, դե բա հələ լավ հեռախոս է, որ այդքան էլ ձգում է։ Այս սենց, այս մինչև կերա, օրենքով իրան գրանտի տակ եմ դնելու, սառեջուրա գնալու, բայց որ ստեղ գիտեք չմանրանամ չեմ ասում, ամեն անգամ նույն բանը մի տեսակ փառքաստու ամեն ինչ էլ կա, ցավոք սրտի մարդիկ էլ կան, որ էդ էլ չկա, գույնը հլա ինչ անուշ կանաչա, չէ։ Այս սենց, ուրեմն ես տեղ թասով ջուր եմ բերել, կտիս եմ, երկու անգամով կանեմ, եթե կնկատեմ այդքան էլ սրտովս չի, էլի ապահանջում փառքաստու, էլի ջուր կբերեմ, մի հատ լավ կսարցնեմ, կսեղմեմ, կջրքամեմ ու հետո կկտրտեմ, թեթևակի սոխառացի մեջ բուսայուղով կսարքեմ։ Վերջում էլ ցուկ ավելացնեմ, ու կլինի համով ուտեստ, ուտելիք ավելի շատ, բայց եկեք իրան աղովեպեմ, սիրելիներ ջան, որ աղովեպածը ուրիշ առնում էլի։ Այսինքն քանի հիշում եմ, ես ոչ երեկ էի տետրալեքս խմել, գոնե այսօր խմեմ, ժամը 5:06-ն է սա, ես չեմ խմել, գոնե, հիմա էփեմ, ես մինչև կեփի, գնամ տեղս խմեմ ու գամ։ Այս ընթացքում ես պարապ մնացողներից չեմ, իջա ներքև, ընդեղ մի երկու ճակճկած ձու կար, ասեցի համ դա բերեմ, համ էլ
խոհանոցի վերանորոգումը առանձին նկարահանում եմ, ասել եմ, գիտեք, համել է տանեմ, այդ ընթացքում էլ, սիրելիներ ջան, սա տեղին եփվել է։ Հիմա ինչ ամնում ինձ անել, պապակել, ձուկ կոտրել և անուշ անել, դել արդեն մաղի մեջ կլիցնեմ։ Այս էստեղ տեցինք, ստեղ մի քիչ սոխ ենք ավելացնում, հավեսով, Ներկոցերը անուշ եմ անել, այդպես, փորձելու եմ լավ ջրքամեմ, սիրելիներ ջան, այս գնդիկների վերածեմ, առաջի տեսքից նայեմ ենք, չէ, ինքը ենքան շատ ա թվում, հետո որ էպքը մեզ դարնում ա մի բուր համով պատար, կարևոր է շատ համովով առող ջարարը, կանաչեղենից լավ կա, մեկ էլ կարա կանաչեղենը լինի, այսպես, վերում ենք, սոխի անուշ հոտով ոնց է տարածվել խոհանոցում, էլ ասելու չի, հավեսով պանիմի դարում ենք, հետպես է կամ թալով է խարնեմ, բայց ես սիրում եմ, որ սենց խարնեմ, Առաջի հայացքից կթվա, թե սենց ուժի զորով սեղմում եմ, չէ, բայց սենց չի, ուղղակի կթվա, սիրելիներ ջան, նման բան չկա, ինձնենց հետաքրքիրը Ալեքսը հավանելու է, թե չէ, որովհետև տարին տարվա վրա
ինքը խասյացը փոխում է, օրինակ մի ժամանակ ծունեպած վիճակով շատ սիրում է, հիմա չէ, խուսափում է, ասում եմ ավելի լավ ձվածեղ, են ասում, ճաշակին ընկեր չկա, ես համոք պատակ Սունել ավելացնեմ, տեսախցիկը շրջեմ, ձեզ հավեսի բերը, դուք եք գրառումներում գրեք, սիրում եք, թե չէ։ Մի ժամանակ սարսափցիկն պահում էի, չէ։ Ես գտնում եմ, որ ամեն մանավանդ կանաչին իրան սեզոնին էլի պետք է ուտես։ Գույնը հրաշք է, հրաշք։ Եկեք տեսնենք, ուրեմն կանաչու անուշ գույնը բույրի մասին էլ չասեմ, թե էսին ընտի բույր է տարածվել իմ խոհանոցում, սիրելի հետևորդներ ջան, վաղը այս տնական ձվի տեղնիկները նայեք, ճիշտ եմ ասում, որ տնական ձուն ուրիշ է, տարիներ ի վեր ես քավեր եմ պահել, շատ, այնքան շատ, որ համ հավն եմ վաճառել, համ ձուն, համ ճուտիկները, բայց որ արդեն սկսեցի Ալեքսի հետ շատ տեսկոմ ենք գնալը, հասկացա, որ խայ, ընտիր, ուղղակի խոսքերն ավելորդ են, սիրելիներ ջան, ավելորդ, համովություն, ընտիրություն, յուրահատուկ, համ բույր, որ մեկը մյուսի հետ խառնվում, ստացվում է ընտիրություն, ստենայք, չգիտեմ, տեսախցիկը ֆիքսում է, չէ, չի ֆիքսում, այսա, այստեղ գոլորշին չթողեց, պահի տակ մի հատ դուրս նայենք ու խնդրեմ համեցեք դա մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, եթե դուք էլ եք հաց ուտում, ձեզ էլ բարի ախորժակ, սիրելիներս։